Բարի լույս սիրելի հետևորդներ ջան, սիրուն արևածագ եմ բերել, գնում եմ աշխատանքի, մեզ այսօր լավ օր է սպասվում, թևս քանի որ ուշ է եկել, այս պահին քնած է, ես էլ գնում եմ աշխատանքի, ինձ բարևեցին մեքենայով անցնողները, Եղանակները բացվում են, ձները հալվել է և գարունը մոտ է։ Ինչպես միշտ չալոն ճանապարհի եզրին և ազակ չալո և շտապ եմ։ Հեսա կհասնեմ գործիս տեղը, սիրելի հետևորդներ ջան, մի պահ կանգ առնեմ, ցույց տամ մեր լալվար սարը, դա Ազաշրջանի թագուհին է, ամենաբարձր սարն է, այսօր մեր մասիսն է, վերջինը նստած է։ Համարյա հասնում եմ գործիս տեղը, սիրելի հետևորդներ ջան, այս մեր գյուղի վայբերիսն է, արդեն վերաբացվել է, լույսերը միացրել են հենա, սիրոտոնին նվիրված բացիկները, սերը մենք ենք և քեզ հետ ամեն օրն է գեղեցիկ, այո, մեր սիրելիների հետ օրը շատ գեղեցիկ է, ծպերն էլ են ուրախացել ես, ոնց են երգում, I love you շնող և համով հոտով օդ, գյուղի օդը շատ մաքուր է, մեր սարերը այս կողմից էլ է շատ լավ երևում, մեր գուգուց սարն է, սիրելի հետևորդներ ջան, այ այս մեր գուգուց սարն է, ձինը վիրակացել, այսա սինդրիկը դուս կգա, մի հատ պտտվեմ են կողմի սարը տենամ ձնած է, խրակոթուկը, բազիկինքը, այ են հերվում, տեսնեմ տեսաղցիկը, թեթևակի ձնած է, մի հատ էսենց կան, խրակոթուկն ու բազիկինքը դեռ ձնած է, բայց գուգութի ձինը վիրակացել, կատատափը ներքևում, արդեն կամ աշխատանքիս։ Սիրելիներս առաջի հերթից տուն եմ եկել և ուզում եմ կոֆեն ես պատրաստել իմ ուտաթելի համար։ Կնդունիկից ինձ համար սիրուն խմորեղ են ավերել։ Արդեն իմ սիրելին ադարձել ուտաթևս միշտ ինձ բերում է սրանից։ Մի հատ սայս մի կան ու կոֆեն եմ տնում։ Լավաշ էր հարցնում բերի թե չբերի, ասել եմ, որ չբերի, քանի որ լավաշը մեր մոտ էլ կա, սիրելի հետևորդներ ջան, հետո ասենք մի հատ երկու հատ ուտվում է, այն մնացածը որ դնում եմ սառնարան, մի տեսակ դրանից էլ եմ հագեցել մի խոսքով, չուզեցի որ լավաշ բերի, կամ էլ այլ տեսակի հաց բերի, քանի որ մեր մոտ էլ լիքը փռեր կա, որոշ ժամանակ էլ գնդունիկից եմ ուզում մի քիչ կտրվել, որ կարոտեմ էլի ու հավեսով վայել եմ, կա չէ հենց բան, որ մի բանից, որ երկար ժամանակ չենք ուտում, կարոտում ենք։ Այս կոֆեն, ավելացնեմ 2 գդալ կոֆե, մեր սիրելի, հսերը լավ հետ է եկել, գիշերը այստեղ ամնացել, հիմա կտեսնենք ինչ ենք անում։ Այս եգիպտացորենն էլ լավ հետ եկել, ընտիր տեսք ունի, ես էլ կերացնեմ, քանի որ մսերը լավ հետ է եկել, կհասկանամ որ ինչ եմ անում, կկազմակերպեմ այս գործը, լրիվ տեղատեղին հետ է եկել, բայց հիմա հենց այս ձևով տարում եմ սառնարանի վերևի մասը,
որ լավ պահպանվի։ Սիմը չկա, թխված կհանեմ, այսենց համովություն է, սրել հետևորդներ ջան, գրեմ խտացրած կաթով, նապալյան, ու ուզում են կտրել, ինքը կտորը մեծ է, ու միշտ սրան սիրում եմ սենց մի քանի մասի բաժանել, կոֆես էփեց, գնամ տաթևիս հետ կոֆե խմելու, սրել հետևորդներ ջան, դուք էլ ձեր կոֆեն եփեք ձեր սիրելիների հետ։ Ես մեր կոֆեն։ Տաթև ջան, արի կոֆեն պատրաստ է։ Դեր սրանից էլ ունեմ, ես էլ հանեմ, ու մեր կոֆեն վայել ենք։ Մամաները միշտ պահուստով են լինում, չէ՞։ Դուք էլ եք պահուստով սրել հետևորդներ ջան, ձեր երեխաների համար։ Ջան, արևն արդեն տքացնում է։ Այս հավերիս ջուրը մի հատ ստիցած դնեմ, դեր հավերիս հավոդ վակուտը տվել չեմ, ես էլ իրանց կուտը, կարմիր ցորեն, տանակնել եմ վերել, պետք է գալու, մի գնամ բաց թողում իրանց, սիրել հետևորդներ ջան, ես տաթևը որ կոֆե խմեցինք, ընդհանուր հայտարարի եկանք, որ արժե մի հատ տնական աքլոր վայելել, գնամ բաց թողում հավերին։ Շատ կանգնեցեք, ինանք որիտ եք սիրում։ Այսօր երկրորդ հերթս, այսօրից հետո յա, ինչև էտ կհասցնեմ։ Ուրեմն սենց, որն ենք ուզում։ Են երկուսը պահելունն է, ու արդեն ինձ պարզյա։ Մի քիչ էլ ցորենը տամ, որ խաղաղ իրանք սկսեն, ու արդեն աչկա դրել եմ։ Այ թմբլիկ, արի մոտիկ։ Սիրունիկ, արի, այս սրան եմ ընտրել սիրել հետևորդներ ջան, ոնք սիրում եմ ասել, եկել է պահը, մեր պահած ապրանքը վայելելու, անարատ, հալալ զուլալ, այս քամցորենն էլ սը հենց տամ,
ասում ենք, ամենալավ ուտողը մենք ենք, հալալ զուլալ, կանեմ ջուրն է լցնեմ նոր, Չալտիկ ակլորը դեր ձերիսա, սիրել հետևորդներ ջան, դե գնամ իրանով զբաղվեմ։ Եկեք, արի։ Գնացեք ջուր խմեցեք, վախներուտ կոր չի։ Ես էլ դնեմ ցորենի վեդրի միջի, սիրելի հետևորդներ ջան, ինչև ինքը կհանգստանա, մի քիչ կսառի, հետո նոր համբլահան կանեմ։ Սիրելի հետևորդներ ջան, ես ակլորը որ թողում եմ մի քիչ սառի, սիմինդը դրել էի եռալու, մենք սիմինդ ենք ասում, անընդհատ չենք ասում եգիպտացորեն, և հացա, անջատեմ ու հանեմ, աշնանն էի դրել սարցեր խցի, սիրելի հետևորդներ ջան, և շատ ընտիր, մնացել է, չի ցրտահարվում, կարող եք դուք էլ փորձել այսուհետ, աղան եմ քանի դակա, ես մի կողքից էլ, ես ու տաթևը կճաշակենք, բայց մի հատել ուզում եմ ակլորի ջուրն էլ դնեմ եռալու, ես է մի կոմ, ես ջուրը կխոհանա, իմ ծաղիկներին կջրեմ սրանով, ալանիա եփված, ես մեծ պղնձով եմ դնում ակլորի ջուրը լավ երմանաստիճանի կա, որ ակլորի բումբումները մաքրեմ։ Մինչև էդ կլինի արդեն մենք էլ մայրու աղջիկ կվայել ենք սիմինդը։ Քանի որ ստեղ գործ ունեի անելու, մածունը քանվել է, սիրելի հետևորդներ ջան, այսենց, հիմա պետք է տոպրակից հանեմ, որ ինքը ավելի լավ լինի, տաք է սիմինդը, այդքան շատ տաք, ոչ մեկս էլ չենք ուտում, թողում ենք մի քիչ հովանում է, էլ շնաթա դուրս եկել, որը պետք է տամ իմ հավերին, որ խմեն, ես մի կողմ եմ բերում ստեղ, նախքան տոպրակից հանելը, քանի որ ես վերևի մասերում մածունը էլի մի հատ սենց պետք է թափահարեմ, որ այդ պինդ քանված մածունը անջատվի տոպրակից, հետո նոր կհանեմ, սենց, ես ենտեղին վարդերի կապիչն է, Այնտեղին վարդերը սրանով էր կապված, սիրելի հետևորդներ ջան, դեն չեմ նետել ու հիմա իմ տոպրակի բերանը սրանով էի կապել, ասեմ, որ այդտեղին վարդերը դեռևս ծաղկամանում են, նոր ուզում են թառամել։ Լավ անջատվում է։ Հիմա տաթևից հարցնել տենամ, սենց թույլ քանված ասիրում, թե էլի կախեմ, մի քիչ էլ քանվի, կա չէ, որ թողնում ենք թույլ քանված, հետո ավելի պինդ քանված, մի հատ հարցնեմ։
հատկաթեր ջան։ Ուրեմն դա թևս պինդ քամված է սիրում։ Էլի պետք է այս կապիչով կապեմ ու այսօր էլ կթողնեմ քամվի։ Սիրելի հետևորդներ ջան։ Նորից կախում եմ։ Սպասեմ ջուր տանքանա։ Դերել եմ հավերիս էլ սիմինտ տամ, սիրել հետևորդներ ջան։ Մեծերի ասած խոսքա, որ համով բան այպվում տանը, պետք է անպայման մեր պահած ապրանքին էլ փայան ենք էլի։ Ձեռիս այն փայ սիմինդը, եկել եմ համ հավերիս հսկեմ, համ էլ վրա հվակեմ էլի, որ գնան որ շատ դես ու դեն ընգնին, համ էլ որ հավը դրանան ընթաց, սենց ինչ-որ մի համով բան ուտում, էլ գնում չի խալխի դռներն ընգնում։ Համ ես եմ ուտում, համ իմ հավերին եմ տալիս, այս սենց։ Շատ համով էր, սիրել հետևորդներ ջան, վստահ ասում եմ, որ կարակ այդ ձևով սիմինդը պահեք սառցեխցիկում, սենց։ Ինքը ինչ-որ ոչ մի բան չի եղել, ծրտատար չի եղել, էդ էլ իմ հավերի փայը, մնացածն էլ ես սկսեմ վայելել, մի պահ, դե գիտեք, որ իմ ուշկը իրանցումա դուս է եկել, որ համ վրա հվակեմ, համ իրանց էլ համով փայ անեմ, բաղչի ձինը հալա անգել, բայց թե դեռ խոնավա, սոր չեմ կարա գործանեմ, մանավանդ որ երկրորդ հերթել պետք է գնամ, Այն տակ հարևը մի անգամից կորավ ամբերի տակն ա մտել, հետո արդեն ձնաբեր ամբեր ա հվակվում, դե փետրվարի մեջ ենք, չգիտեմ ոնց կլի եղանակը, ոնց չի լիլ, մարտի նմանն է մենք գժվում ա փետրվարն էլի, այս ընթացքում արդեն ջուրը լավ տքացած կլի, էլ եք ուզում, Այ թենց կուզեք, համը բեյանները տնգավ, այս ինձ վրա հվակած, պխում եմ, այն ոնց հապոչու պտտում, մարալներս, դե ջուրը եռալիս կլնի, կնամ են մեկին մաքրեմ, թե ոնց է լավ, ոնց չէ լավ, ձեռիցս վեր ընկավ, սիրելի հետևորդներ, ջան իմ սիմինդը, վրա են տվել հավերս, ուրեմն ես իրանց փայներ, մի հատ անզգուշ շարժում, ուզում էի մի քիչ էլ մաքրեմ, որ էլի տամ իրանց մեղ կսեկան էլի, լա պերլամուտրիս, այ հեսա, ես էլ արդեն սը հենց խմբով կուտեն, ջուրը շատ է էդ կանացել, ճաշել էի դրել, որ տաքանա, ես էլ անջատեմ, քանի որ տաքացել է։ Ինչևէ որ ակրորը կսարքեմ, մի 2 ժամ կտևա, էլի հոսոված չենք մնալու։ Արդեն սեղանը սարքել է դա թևաս, ես էլ ճաշը լցնեմ, իմ էփած լավ ճաշը, էլի հավի մսով, մի խոսքով այսօր հա ուտելու օր է, կա չէ թենց, խորովածի ուտելու օր, ձուկ ուտելու օր, մսերը, բոլ-բոլ, թթու, կծուն, հանածա, ես էլ ճաշը լցնեմ տանեմ, սիրելի հետևորդներ ջան, գիտեք որ տա թևը ձեզ շատ սիրում և հարգում է, բայց առայժմ ինքը վլոգում չի երևում, չնեղանաք հանկարծ, հենց որ հարմար պահը կգա, ինքն էլ կմիանա, գիտեք որ քաղաքում աշխատելը լարված աշխատանք է, իրա փայը շատ միս լցնեմ, չնայած միսը բոլ էր, ու այդ լարված աշխատանքից հետո, երբ որ գալիս է գյուղի մոտ, հենց ես ինքս էլ ուզում եմ իրեն հանգիստ թողնեմ, և հարգենք մեկ-մեկով որոշում, գիտեմ որ բոլորը դան համբերը սպասում եք, ուզում եք վլոգում տեսնել,
Այդ հարգանքը փոխադարձա, այդ սերը փոխադարձա, սիրելի հետևորդներ ջան։ Եվ հարմար լինելու դեպքում նաև դաթևս կերևա գլուխում շտանելու կամ։ Եկել եմ արդեն ակլորը մաքրեմ, դանակը տաք ջուրը չեմ դնում, որ չփնջվի, տաք ջրից դանակները փնջվում է, մենք մայր ու աղջիկ մեր հացը կերել ենք, ու մի գործը շարունակ եմ, ես էլ արդեն լավ սառելու հանգստացել է, լավ էլ ծորելու թոթոլ է, սենց, ու սկսեմ բմբուրները մաքրել, պատուհանը բացել եմ, որ այդ ծանր հոտ ակամի, այդ ծանր հոտերը տանից գնա, չալտիկ, հազարյան բմբուրը, այնքան բմբուրները գույնս գույն են, բմբուրներից լավ մաքրել եմ, ու մնացել եմ աներ-մուներ բմբուրներ, էդ էլ մաքրեմ, հետո գազի վրա պետք է խանձեմ, ինչպես միշտ, Ինչև որ այս մաներուներ գործերը կանեմ, սիրելի հետևորդներ ջան, մի փոքր ուզում եմ զրուցել տրնդեզի մասին, Վալենտինի տոնի մասին, իհարկե շնորհավորում եմ բոլորիդ, սիրո տոնի կապակցությունով, ուզում եմ որ լինեք սիրված ու հարգված, առավոտներ, որ այդ բացիկները ցույց տվեցի, որ փակցված էին, ու այդ պահին չկարողացա ոչ մի կերպ խոսել, քանի որ գործի էի գնում, գործից հետո էլ եկա, գործերով զբաղվեցի, բայց իհարկե չմոռացա, որ շնորհավորել։ Դուք էլ չմոռանաք բաժանորդագրվել, լայքել եւ գրառումներ ուղարկել ինձ սիրելի հետևորդներ ջան, ձեր բաժանորդագրվելը եւ իմ բլոգը լայքելը շատ կարեւոր է։ Գիտեմ, որ բոլորդ էլ ինձ շատ սիրում եք եւ այս սիրո տոնի առիթով էլ թող այդ սերը ավելի շատանա, կրկնապատկվի, իհարկե փոխադարձ է, բայց անպայման բաժանորդագրվեք եւ լայքեք սիրելի հետևորդներ ջան, որպեսզի իմ բլոգները տարածվեն եւ էլի մեր YouTube-յան մեծ ընտանիքը մեծանա։ Ուզում եմ խոսել նաեւ տրնդեզից, ինչքան որ գիտեմ, ես անցած անգամ ասել եմ, որ մեր գյուղում, մեր տարածաշրջանում տրնդեզը ընդունված չէ անել, մենակ կարամ ասեմ, որ Տեր Հայրը գալիս է եկեղեցի, նորապսակների օրհնություն է կատարվում, որ արդեն 3 երեկոյան կատարվել է։ Ես չեմ մասնակցել, քանի որ մասնակցում են այն մարդիկ, ովքեր ունեն նորապսակներ և գնում են իրենց նորապսակների հետ, որ Տեր Հայրը օրհնի, հետո մեր գյուղում էլի կա եկեղեցի, գործող եկեղեցի չէ, և շատ հին է, տարեր առաջ կառուցված եկեղեցի է, պատմական նշանակություն ունեցող եկեղեցի է, Սուրբ Գևորգ եկեղեցին է, սիրելի հետևորդներ ջան, և գնացել են այնտեղ, տրնդեզի կրակ են վառել, երիտասարդները պտտվել են երկու պարով շուրջ բոլոր, հետո Տեր Հայրը օրհնել է նորապսակներին, նվերներ են բաժանվել, ուրախ սրտով բոլորը տուն են վերադարձել։ Առաջվա տարիներին, երբ որ սկսել էր արդեն մեր եկեղեցին գործել, հիշեցնեմ, որ վերջի 10 տարին է, որ գործում է մեր գյուղի եկեղեցին, այդ ժամանակ գրեթե բոլորս գնում մասնակցում էինք, հետարքիր էր, թե ինչ է կատարվում, ինչ է ասվում և ինչ է արվում, հետո արդեն բոլորս էլ տեղյակ ենք, որ հենց տրնդեզին հատկապես հիմնականում գնում են նորապսակների բարեկամները, իհարկե դե երեխաներ էլ են գնում, կան մարդիկ, որ ազատ ժամանակ ունեն, կամ իրենց շատ է հետաքրքրում և գնում են տեսնեն ինչ կա։ Մի խոսքով այդ արարողություններին ես չեմ մասնակցել, քանի որ սպասում էի տաթևիս, տանն էի, և նաև ուզում եմ ավելացնել, որ փոքր տարիքից սկսած ոչ իմ տատից եմ լսել, ոչ իմ մամայից, ոչ էլ ստեղ, որ ամուսնացել եմ, եկել եմ,
տրնդեզ չի արվել, տրնդեզի համար ոչ մի քաղցրավենիք չի թխվել, չի նշվել մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, դրա համար ես չուզեցի համացանցից ինչ-որ նյութ վերցնել, քաղցրավենիք պատրաստել ու ասել, թե տրնդեզ ենք անում, ես դա կհամարեի, որ սուտ բան, ինչ-որ, քանի որ մեր գյուղում ոչ մի ընտանիքում տրնդեզի կապակցությունով խմորեղեններ, հատուկ, այդ ավանդական, ծեսական բաներ չի արվում, դե հա, մարդիկ նշում են սիրո տոնը, միախառնած, այդպես, միախառնված, նվերներ են տալիս, ծաղկեփնջեր, օծանելիքներ, կամ էլ նմանատիպ ինչ-որ նվերներ, բայց ինչ խոսքը վերաբերվում է տրնդեզին, տրնդեզը շուքով չի նշվում, ասենք սեղաններ չեն բացվում տրնդեզի համար։ Մենակ ես իմ մանկության տարիներից նաև եմ հիշում, որ ասենք եթե առիթ էր լինում, մեծերի մոտ էի լինում, խոսում էին, որ պատրաստվում են գնան Լենինականի կողմերը իրենց բարեկամների մոտ տրնդեզը միասին նշելու, կամ էլ աղջիկ էին ունենում ամուսնացած այդ կողմերը, գնում էին, որ տրնդեզը նշեն խնամիների հետ, Լենինականի կողմի խնամիների հետ, բայց մեր գյուղում չի նշվել, այդ տեր հայրը որ գալիս է ու մեր մոտ այդ պատարագը կատարում է և գնում են, ասենք, մյուս եկեղեցի, որ չի գործում, Սուրբ Գևորգ եկեղեցին, այնտեղ տրնդեզի կրակ է վարվում, դա վերջի տասնամյակում է, որ սկսվել է և դեռևս խորը չի մտել ընդհանուր ժողովրդի մեջ, որ ամեն մարդ շուքով իրատանը տրնդեզի համար սեղաններ բացեն։ Դա թևս եկել է սիրոտոների ընդհարակ, սիրոտոնի առիթով և բացի այդ էլ հարմար եղած դեպքում, սիրելի հետևորդներ ջան, իր շաբաթ կիրակին հնարավորինս ուզում ա որ գա ու գյուղում անցկացնի, դա էի ուզում ասել, շատերիդ մոտ, եթե հարց առաջանա, թե ինչի ես որպես վլոգեր ոչ մի քաղցրավենիք չպատրաստեցի տրնդեզի առիթով, գիտեմ շատ հետաքրքիր է, բոլորիդ կհետաքրքրեր, ինձ համար ևս հետաքրքիր է, նաև ուզում եմ մի փոքր խոսել այն մասին, որ շատ շատերը համարում են տրնդեզը սնոտիական ինչ-որ արարողություն, Աստծուն ոչ հաճելի արարողություն, որ թրջում են կրակի վրայով, բայց ոչ, սիրելի հետևորդներ ջան, տրնդեզը, որ բառը մի քիչ փոխվել է, և հիմա, երբ որ արդեն կարողանում ենք Աստծո մասին բարձրաձայն խոսել, և Տեր հայրերը ամեն եկեղեցում աղոթքի ժամանակ, պատարագի ժամանակ բացատրում են, նաև արդեն բոլորս էլ գիտենք, որ այդ տոնը կոչվում է Տիրոջ ննթառաջ, Տյառն ընթառաջ, և արդեն տրնդեզ են անում, և դա սնոտիական չէ, երբ որ կրակի վրայով թրջում են, սիրելի հետևորդներ ջան, երիտասարդները, նորապսակները հատկապես, դա նշանակում է, որ սատանային ոտքի տակ են առնում, դե սատանան կրակապաշտն է, երբ որ կրակի վրայով թրջում են, դա նշանակում է, որ չարին ոտի տակ են առնում։ Կարծում եմ կարողացա ճիշտ բացատրել այն ամենը, ինչքան որ ես գիտեմ, դե հիմա գործի շարունակեմ, աքլորը, որ արդեն լավ մաքրել եմ, ահա, թմբլիկ, սիրուն, համարյա թե 2 կիլոգրամ կլինի, սիրելի հետևորդներ ջան, ահա, ծանր քաշային աքլոր եմ մորթել իմ տաթևիս համար, և հիմա արդեն փորը պետք է բացեմ, լանամ, և եռացնեմ, չորութմա եմ էփելու, չորութմա բառը բառային բառ է, սիրելի հետևորդներ ջան, որը նշանակում է չոր եփել, այսինքն իրենով առանց սոխերածի, առանց կարտոֆիլի կամ ինչ-որ բրնձով և այլն, այս հենց ոտերը կապում են, մաքրած վիճակում դնում ու եփում, շատ եմ այդ ձևով էփել, շատերիդ մոտ հարցեր առաջացել, թե ինչ է նշանակում չորութմա,
չարութման, այ հենց երբելու այդ ձևն է։ Դե ես արդեն մաքրեմ, ացեմ փորը, դեռ երկրորդ հերթից 2 ժամ ունեմ ու կհասցնեմ աքրորը մաքրել, եփել, քանի որ ինքը ջահել է, շուտ կեփվի, ու համով տաթևս կվայելի, չնայած որ այսօր էլի հավով ճաշ կերանք միասին, բայց դա չի խանգարում, քանի որ ինքը թեթև սնունդ է, ու այդ ընթացքում էլ դե ասեցի, հոսոված չենք մնալու, մանավանդ որ մամայի եփած ճաշներ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, շատ զգուշ եմ լինում, որ ես իր աղիքները չպատրվի, սիմեջկան չի, ես ոտիս առաջ եմ գնում, պոչը տրորեցի, պատահաբար, ուսենց ես իր աղիները պիտի հանեմ, ես ներքևում այդ բմբուլների ամանն ադրված, ու ես կողմի վրա եմ կախել, որ այդտեղ լցվի, հիմա տեսեք, թե ոնց եմ զգուշորեն ես մաքրում, որպեսզի աղիքները չբացվի, այսպես, և մի հատ եմ ձեռքս ողողում եմ, տակ ջրի մեջ, վերջ, աղիքները մաքուր հանել եմ, հիմա հանում եմ իրա սիրտը, ջիգյարը, գլոջիկն ու քարջիկը, ամենաառաջ ջիգարն եմ հանում, ջիգարի վրա կպած է իրա լեղին, այդտեղ էլ պետք է շատ զգուշ լինեմ, որ եթե լեղին տրաքում է, հանում եմ, եթե լեղին տրաքի, այդ իր ադառնությունը կկպչի ջիգարին ու ջիգարը համով չի լինի, այս հենց, սա է լեղին, մոտեցնեմ, այս սա է կանաչ գույնի լեղին, որը նպաստում է մարսողությանը, ջիգարը շատ լավն է, այսքան ձմեռված ցրտին, ուրեմն իրանք չեն մրսել ու ջիգարը շատ առողջ է, եթե մրսած է լինում հավը կամ աքլորը, ջիգարը այս տեսք չի ունենում, այլ իրա վրա դեղին կետիկներ է ունենում, որը նշանում, որ այդ հավը կամ աքլորը մրսած է եղել ու առողջ չի։ Մի խոսքով այս առողջ աքլորի ջիգարը հիմա զգուշորեն ամուր բռնած լեղին հանում եմ ստեղից, ինքը մի քիչ պինդ է կպած, համառորեն պինդ բռնած, ահա պոկեցի ու չբացվեց, այդ էլ տեղ, այս ամանը բերել եմ, որ օգտագործեմ իր այս ամեն ինչի համար, հիմա խորքերից սիրտն եմ հանում, ահա, բեր ինձ ասում եմ մորդ սիրտը, այն գիտեք էլի, դե ինչ եմ ուզում ասել, սիրել հետևորդներ ջան, տղան էլ իր ամորը շատ սիրելիս է լինում, գնում է անտառ եղնիկի սիրտն է բերում, բայց վհուկ կինը ճանաչում է, որ այդ մոր սիրտը չի, մի խոսքով և այլն սիրել հետևորդներ ջան, այո, սիրենք մեր ծնողներին, դա տղա թե աղջիկ բոլորին է վերաբերվում և երբեք չպահանջենք մոր սիրտը, հանուն սիրո շատ ավելի լավ բաներ կարող է կատարվել, հանուն սիրո սիրեք ձեր սիրելիներին, հանուն սիրո սիրեք ձեր ծնողներին, քույրերին, եղբայրներին, բոլորին սիրելիներս, իհարկե այդ ամենը չափի մեջ է գեղեցիկ և միշտ էլ սիրող մարդը, որ իր մեջ սեր է ունենում, սեր է փոխանցում, այդ ամենը կրկնապատիկ հետ է վերադառնում։ Հիմա ես այստեղ փորձում եմ աքլորի քուչը հանել, այսինքն դա ստամոքսի պես մի բան, բայց հավին քուչ են ասում, ստամոքս չեն ասում, երբ որ հավն ուտում է, ամենառաջ այս պարկի մեջ է լցվում, հասցրել էր արդեն կուտու տանել ու ցորենել կա մեջը, էս էլ է դժվար դուրս գալի,
ու պետք է այս էլ զգուշորեն նենց հանեմ, որ չպատրվի, որ այդ իր այդ քուչի մեջի պարունակությունը մսին չկպչի։ Մոտերով պինքանած, այս էլ հանեցի, ամեն դեպքում միացերս ողողում է ջրի մեջ, մնա ծուղրուղուն հանեմ, այս է ծուղրուղուն, սրանով է ծուղրուղու կանչում, այս սիման կուտի, սիմա, այդ կեզ, իստեղ մեզ մնաց հանեմ, ինչը, թոքերը, որով շնչում է, ամեն մի կենդանի արարած, շատ մարդ կա, այս թոքը, սպիտակ թոքնա, ուտում են, ես երբևիցե չեմ կերել, այս էլ է շատ առողջ, ու այս էլ իմ սիմայի բաժինը կլինի, որը անհամբեր ստեղ սպասում էր իր բաժինը ստանալու, այս էլ երկրորդն էլ հանեմ, այս մեկը կտրվեց մի քիչ, ամուրա կոպած իր մեջ, բայց սրա կտրվելուց վնաս չկա, իր աքլորային բաները այստեղ մեծ թմբլիկ և արդեն տանեմ հոսող ջրի տակ լավ լվան ու բերեմ արդեն դնեմ եռալու սիրելի հետևորդներ ջան։ Հետ եմ եկել, քանի որ քարճիկը մոռացել էի, քարճիկը այստեղ է, սիրելի հետևորդներ ջան, հիմա քարճիկն եմ էլի զգուշորեն բացում, այսպես, և ես էլ շատ հաջող հանեցի, իսկան բանից հետո արժե մի հատ էլ կոֆե խմենք, չէ, ես հատ աթևս կեռացնի իմ համար, մինչև ես լվանամ միսը։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, եկել է էփելու պահը, մի հատ թել եմ կտրել, վերմակ կարելու թելը ամուր, աքլորը մաքուր, և քարճիկը, ջիգարը, սիրտն ու բլոճիկը դնում եմ փորի մեջ, այսենց, չորութմայի փելու ձևը հենց սա է, հետո ոտերն եմ կապում թելով, այսենց, ներքևից պահեմ, որ վերևից փաթաթեմ թելը, հետո ստեղ կապում եմ, ամուր կապում եմ, որ ոտերը իրարից հենց չհեռանա, քիփ մնա, արդեն ոտերն ամուր կապած է, թևերն էլ մի հատ իրար ենք հավաքում, պղինձը պատրաստել եմ, ջուրը լցրած է ու սառը ջրի մեջ, կողքի դրած, արդեն պիտի երբվի, հիմա ծածկեմ, իքչել էստեղ շուրջս հավաքեմ, դաթևս կգա կոֆե կերպվի, մենք կոֆե կխմենք, ես էլ էստեղ կերպվի։ Աքլորը լավ եփվում է, ուզում եմ շրջել, արդեն միսը հետ է գնացել, ոսկորը երևում է, մի քիչ էլ այս կողմի վրա կեփվի ու արդեն եփված կլինի, հետև եմ եփվելու, առայժմ սիրելի հետևորդներ ջան, այսքանով ավարտում եմ վլոգս, որից հետո մենք անուշ կանենք։ Բոլորիս բարյախորժակ, բոլորիս սեր ու երջանկություն։